Բարելոս, ժողովուրդ ջան, բարելոս։ Ուրեմն առավոտ գիշերով եռախոսը բացում եմ, ինչ եմ տեսնում, գեներալ Մովսեսին և մեկ այլ ուրիշ գեներալի Հարությունյաններ ոնց ռազգին չէր, վաղեմության ժամկետի լրանալու պատճառով բռնագանձման օրենքով 4 միլիարդ ու կես դրամը գործը կառչել, վաղեմության ժամկետը լրացել է։ Դե հարգելի ՔՊ իշխանություն ջան, դե որ նեղանում ենք ձեզնից, ասում եք նեղանում են, որ չենք նեղանում, այս հենց է կատարվում։ Գեներալները միլիարդներ են գողանում, վաղեմության ժամկետով գործը կառչվում է։ Իսկ մեր անմեղ երեխեքը, որ 5-10 տարեկան ժամանակ իրանց ծնողների հետ երկրից հեռացել են այդ նման գեներալների պատճառով, հիմա նրանց ասում եք միջև փող չմուծեք, չենք թողելու գաք Հայաստան, կամ պետք է դատվեք, կամ պետք է փող մուծեք, կամ եսի ինչ։ Դե ձեզանից ոնց չնեղանանք, ոնց չնեղանանք, դե ձեր կառուցած մանկապարտեզը, ձեր դպրոցը, ախր դա իրար հետ չի բռնում է, հասկանում եք, ինչի դրանց այդ գեներալները այդ միլիարդին, էլ այդ բռնագանձման օրենքում էր պետք, էլ ինչի եք խայտառակում այդ մարդկանց, մեր ազգն են, գողացել են, լավ են արել, կարողացել են, ես հիմա ճիշտն եմ ասելու էլի, գողացել են, թալանել են, ինչ են արել այն ժամանակ, կարողացել են, լավ են արել, հիմա ինչու եք դուք այդ մարդկանց սաղ ցեղովի խայտառակում, դնում, տարիներով վերջում ասում դե ժամանակը լրացել է, չենք կարող դատենք, ազատվում են, կառչվում է գործերը, դե ինչ ասենք ժողովուրդ ջան, իսկ մեր անմեղ երեխանցը, ով որ չի գնացել զոհվի Ղարաբաղ, նրանց դատում եք, Իջևան արդեն 4 հոգու դատել եք, մնացել է ևս մի հատ դատ 5-րդ երեխու համար, մեկ էլ նրան եք հեսա ուզում դատեք, 2 տարի պայմանական եք տա, ինչի համար, որ մինչև հիմա էլ դեռ այդ երեխեքը ծառայում են Հայաստանին, առաջի դիրքերում էլ առաջի կայնած են, ինչ ասեմ ժողովուրդ ջան, ոնց չնեղանամ ես դրանցից, դե ասում եք հա սիրենք, հարգենք, մեզ համար մանկապարտեզ են կառուցել, ասֆալտ են կառուցել, ես մի բան են արել, հա սիրենք, բա սենց բաների համար, դե բերեք ձեն չհանենք, փակեք աչքերնուս, Ռոման Բաղդասարյան որտեղ ես, դու էիր ես գեներալներին ամիսներով խայտառակում, դե հիմա խոսա Ռոման Բաղդասարյան, դու էիր այդ գեներալ Մովսեսին խայտառակում, ոնց է տուն սարքել, նորից առել, նորից նվերը ստացել պետությունից, նորից սենց դու էիր խայտառակում, դե հիմա խոսա, գործը կառչել են, վաղեմության ժամկետով, թե ձեզ ինչ թելադրեն են պետք է ասեք և վերջ, անուններդ էլ տնեք, եսի մինչեր եք, ինչ եք անում, դե արեք, թալանեն միլիարդներով գործերնուն կառչի վաղեմության ժամկետով, իսկ երեխեքը գնան դատվեն, ինչա մի հատ, այդ ինչա, advocat էլ չեն կարողանում բռնեն մի 10,000-20,000 դրամանոց, այդ երեխանցը դատեն, լավ է, թարգ տվեք է։